Գյումրու հոգեկան առողջության կենտրոնը շարունակում է գործել նախկին ավտոդպրոցի հին շենքում, որը թեև տարիներ առաջ ամրացվել է և հարմարեցվել բժշկական կարիքներին, սակայն դժվար է ասել, որ այն լիարժեք ծառայում է որպես հոգեկան առողջության կառույցին հարիր տարածք։ Անկեղծ ասած, այն տարիներին բոլորս հիշում ենք, շատ սուղ հնարավորություններ կային, բայց միևնույն է, ես չեմ ընդունում այս շենքը հոգեկան առողջության կենտրոն որպես ծավալել եմ, հատկապես, որ ժամանակին ես աշխատում էի առողջապահության վարչությունը առանձնապես համամիտ չէր, բայց տրվեց մեզ։ Տարիների ընթացքում շենքը միավորել է 3 խոշոր կառույցների ծառայություններ՝ հոգեբուժարան, թմրաբանական և նևրոլոգիական դիսպանսերներ, ինչի հետևանքով ստեղծվել է ծանրաբեռնված միջավայր։ Գերշ բեռնված են սենյակները և ավելի շատ տղամարդկանց թիվն է, 7 պալատ ունենք տղամարդկանց բաժանմունքում, 4-ը կանանց բաժանմունքում և մենք ստիպված ենք եղել թմրաբանական բաժանմունքում, որը միշտ թեժ ծանրաբեռնված է աշխատում, երբեմն օգտագործում ենք նաև հիվանդասենյակ, որը որ այնտեղ է գտնվում, որի իրավունքը մենք ունենք։ Նշենք, որ շենքի ոչ նպատակային կառուցվածքը խոչընդոտում է նաև այլընտրանքային բուժման մեթոդների կիրառմանը։ Այդուհանդերձ կենտրոնում փորձում են ստեղծել նոր պայմաններ օգտագործելով հարակից կիսակառույցը, որտեղ նախատեսվում է կազմակերպել աշխատանքային, արվեստային և խմբային թերապիաներ։ Մեր հարակից կիսակառույցը կահավորում ենք, ընթացքի մեջ է, որպեսզի կարողանանք այնտեղ այլընտրանքային բուժման մեթոդներ, ինչպես օրինակ աշխատանքային թերապիան է, ինչպես օրինակ արտ-թերապիան է, էրգոթերապիան է և այլն, այս ամենը կարողանանք ծավալել։ Այս տարվա ապրիլ ամսից կենտրոնը աշխատում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ենթակայության ներքո։ Բաղդասարյանի խոսքով նախարարության ներկայացուցիչները վերջերս այցելել են կենտրոն և տեղում ծանոթացել պայմաններին։ Մեկ անգամ այցելել է մեր արդեն նախարարությունը պատկան դառնալուց հետո նախարարը, բայց դեռևս ներկա պահին հոգեկան առողջության նոր շենքի մասին համենայն դեպս իրավական ակտ, որը որ մեզ համար ստեղծված է, որպեսզի շենք կառուցվի, դեռևս չկա։ Կենտրոնի հոգեբան Ծաղիկ Թովմասյանն էլ նշում է, որ վերջին տարիներին անձնակազմը մեծ ջանքեր է գործադրել, որպեսզի գոնե որոշակիորեն հարմարավետ միջավայր ստեղծվի բուժառուների համար։ Խաղասենյակներ ենք արդեն երկրորդ թարգումներ կա խաղասենյակ, երրորդ թարգումներ ունենք խաղասենյակ, բայց ավելի հարմարավետ սենյակ պատրաստել ենք Բագում նոր կառույց է, ավելի հարմարավետ աշխատում ենք հիվանդների հետ։ Խմբային աշխատանքները ավելի շատ տարվում է հետսենյակում։ Հավելենք, այստեղ Գյումրու հոգեկան առողջության կենտրոնը գործում է 2000 թվականից, տեղում աշխատում է շուրջ 78 մասնագետ, որոնց թվում բժիշկներ, բուժքույրեր և հոգեբաններ։ Աստղիկ Խաչատրյան, Խանո Վանեսյան, այսօր։